Ինչպես կարելի է ճիշտ մոտեցման շնորհիվ հաղթահարել զբաղվածության խնդիրը եւ դառնալ ներդրումային գրավիչ միջավայր։ Սա հասկանալու համար բավական է դիտարկել Գողթ գյուղի օրինակը։ Այս բնակավայրում նախկինում զբաղվել են հացահատիկային մշակաբույսերի եւ ծխախոտի հումքի աճեցմամբ, բայց հետագայում բնակիչներն այդ ցանկատարածքները վերածել են այգիների։ Ոռոգման ջրի առկայությունը թույլ է տվել ընդլայնել այգիները։ Ծիրանի կիլոգրամը սկսում է 300 դրամից, կեռասը մի քիչ ավելի բարձր արժեքավոր միրգ է։ Տոննաներով էլ ունեցողներ կան, քիչ-քիչ էլ հավաքում են, մեծ բեռնատարները բեռնվում են եւ դուրս են գալիս։ Վերջում մեր մոտ է հասնում, ասենք գալիս է էժանը 500, 600, 700, պատահում ասենք կեռաս կա, որ 1000-ով էլ են տալի կիլոգրամը։ Երբ Վերին Լարսի անցակետում բեռնատարների խցանումների պատճառով տնտեսվարողները խնդիրներ են ունենում, ըստ գողթեցիների դրանից իրենք չեն տուժում, քանի որ ապրանքի դիմաց իրենց կանխիկ են վճարում։ Գողթում մթերք վերամշակող գործարաններ չկան, բայց այլ բնակավայրերի գործարաններից ստանում են տեղի միրգը։ Ավանդական անասնապահությունից գողթեցիները հրաժարվել են, ասում են եկամուտն այն չէ, տարիների ընթացքում նաև արոտներն են վերացել։ Դեպի արոտավայր տանող ճանապարհներ չկան մեր գյուղում էլ արդեն։ Չկան։ Այս զորափին ապրող ընտանիքներն էին պահում, դրանք էլ արդեն հատուտենտ ընտանիքներ են մնացել, որ պահում են։ Մենք էս թողնում ենք իջնում են ձոր, երեկոյան գալիս են։ Հիմա կովերն էլ արդեն որ երևի իրանք էլ շատ զարգացան։ Ձորից, կեսօրից փախնում էին, մտնում էին գյուղացիների այդիները վնասում էին։ Ստիպված բոլորը վերացրին, ընտանիքներն արդեն զբաղված են այդ ջերմոցներում աշխատելով, էլ անասուն պահելու ժամանակ ու հնարավորություն էլ չունեն։ Հետո արդեն խոտ քաղել, խոտ կապել, շատ թանկ աջիկներ էր։ Եկամուտը այն չի, ասենք արտադրեցինք պանիրը կաթը, ինչ գնով վաճառեմ, որ արժեքը հանի, որ խոտ առնեմ, այդ անասունին պահեմ։ Անասուն չկա էլ, հիմնական 2 տարի ես էլ եմ վերացել, չունեմ անասուն։ Ինչն էր խնդիրը։ Թե պահելը, թե ես մի խոսքով համատարած էլի գյուղը, ընդհանուր գյուղում երևի մի 100-150 գլուխ խոշոր անասուն լինի։ Շատ համայնքներ պայքարում են մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, իսկ Գողթում պատկերը բոլորովին այլ է, աշխատում են ջերմատներում եւ անարգել իրացնում բերք ու բարիքը։ Գողթում տարիներ առաջ հիմնված բարձր եկամտաբերությամբ ջերմատնային տնտեսությունները նաև հարևան գյուղերի բնակիչների զբաղվածությունն են ապահովում։ Արդյունքն ակնհայտ է։ Գողթում այսօր զբաղվածության խնդիր գրեթե չկա, ասում է վարչական ղեկավար Էմին Ղարիբյանը։ Արդեն մոտ 50 հեկտար ջերմոցային տնտեսություն է, երևի 500 աշխատատեղ ապահովում։ Պայմանավորված գեղարդի վանքով տուրիստական հոսքերը մեծանում են տարից տարի։ Գողթից արտագաղթ չկա, ըստ Էմին Ղարիբյանի բնակչության թիվը նույնիսկ աճ է գրանցում, որովհետև մարդիկ ունեն ֆինանսական կայունություն։ Գյուղում նոր դպրոց է կառուցվում, որը կապահովի ոչ միայն Գողթի, այլև հարևան բնակավայրերի երեխաների կրթությունը։ Մասնավոր ներդրումներով գյուղի տարածքում նաև բնակելի թաղամաս է կառուցվում։ Փառք Աստծո, աշխատանք եթե կա, ամեն մարդիկ իրենց հացի փողը օրվա ստեղծում են։ Նենց ծուլ չեն էլի։ Բոլոր փողոցները ասֆալտապատվում է, մեծ մասը արվել է, մնացածն էլ ընթացքի մեջ է։ Գողթի օրինակը հստակ ցույց է տալիս, որ համայնքները կարող են արդյունավետ կերպով փոխել իրենց գյուղատնտեսական ուղղվածությունը, հրաժարվելով դժվար կառավարելի եւ քիչ եկամտաբեր ավանդական ճյուղերից եւ անցնել պահանջարկ ունեցող ավելի արդիականացված ոլորտի, օրինակ ջերմատնային տնտեսության, բայց սա առանց պետական միջամտության եւ համակարգված աշխատանքի չի լինի։ Կարինե Կազարովա, Համբարձում Պապոյան, Regions TV, Կոտայքի մարզ։